Տիկին Ծառուկյան Վահագն Աբգարյանի գործով միջնորդություն եք նախորդ դատական նիստին ներկայացրեք կալանքը փոխելու վերաբերյալ, դատավորը ասել էր, որ կհայտնի լրացուցիչ իր որոշման մասին, փաստորեն կալանքը մերժել է, հիմնավորում է ինչ-որ վկաներին հարցաքննելու անհրաժեշտությունն է, այնինչ պարբերաբար նշում եք, որ առանցքային վկան արդեն իսկ հարցաքննվել է, որի փաստորեն խոսքերի հիման վրա նաև կալանավորվել է Վահագն Աբգարյանը։ Փաստորեն հիմա պարզվում է, որ էլի մարդիկ կան, որոնք կարող են փաստել, մեղավոր է Վահագն Աբգարյանը, մեղավոր չէ, պետք է սպասի դատարանի որոշման անազատության մեջ, թե ազատության մեջ։ Այսինքն ըստ էության եկեք գիտեք որտեղից սկսենք։ Նենց չի, որ Արթուր Մնացականյանի ցուցմունքով պարզվեց, որ մեղավոր է Վահագն Աբգարյանը, Արթուր Մնացականյանը եկավ ու խայտառակեց ամբողջ քննչականին, որովհետև ցուցմունք ա տվել 3 տարբեր, 4 տարբեր դատարաններում եւ ակնեց ստեր։ Միտեղ ասում է Մարինա Պողոսյանի հետ առերեսման ժամանակ Վահագն Աբգարյանը, երբ որ ինձ քրեակատարական հիմնարկիչ ճնշում էր, համարն եմ նույնիսկ տվել այդ ՔԿ-ի, գնում ենք այդ առերես հարցաքննությունը բերում ենք դատարան, պարզվում է, որ սուտ է։ Առերես հարցաքննության ժամանակ որևէ համարի մասին կամ որ Վահագն Աբգարյանը իրան ճնշել է, նման փաստական տվյալի մասին չի հայտնել։ Էլ չեմ ասում մնացած հակասությունները, որովհետև այս գրավոր հոգնեցիչ ապացույցների հետազոտման հենց այս ընթացքը ավարտվի, ես տարբեր միջնորդություններ եմ անելու, սկսած Արթուր Մնացականյանի անարժանահավատ ցուցմունքներից վերջացրած անթույլատրելի եւ այլն ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ։ Բայց հիմա դա չի կարևոր։ Դատարանին այսօր ինչ ասացի, ասացի, որ դու, եթե նախկինում ինձ համար օբյեկտիվ դատարան էիր, հիմա ես արդեն չեմ տենում օբյեկտիվություն։ Ես հիմա տեսնում եմ ակնեց սուբյեկտիվություն։ Բայց որpիսի չասեն մենք ձգձգում ենք եւ եվրոպական դատարանում էս պահին կոմունիկացված է ու սպասում եմ ես իմ գանգատի արդյունքներին, որpիսի առիթ չտամ, որ ստեյց կառավարությունը վերցնի ու բերի եվրոպական դատարան, ես ինքնաբացարկ իրեն այս պահին չեմ հայտնում, հաշվի առնելով, որ արդեն կա մի բացարկի միջնորդություն։ Դատանը նախկինում ապացուցողական կարգը փոխեց, վկա Արթուր Մնացականյանին հարցաքննեց միայն նրանով պայմանավորված, որ միայն Արթուր Մնացականյանն է ըստ դատախազության եւ պարոն Սերոփյանի ըստ, որ Վահագն Աբգարյանի դեմ տվել է մեղադրական ցուցմունք։ Հիմա մեզ ասել, այսինքն եթե մենք գրավոր ապացույցներն էինք հետազոտում, իմաստը ո՞ր էր այդ գրավոր ապացույցների ընթացակարգը փոխելու եւ մենակ Արթուր Մնացականյանին լսելու, որ ինչ անենք, իմիտացիա ենք անում, որ խափամիջոցի ազատ արձակման հիմքեր ենք ստեղծում, այս իմիտացիային մենք չենք տրվելու։ Սա ձևական դատավարություն է, այսօր կարևորը ես հայտարարություն եմ արել, Բարձրագույն դատական խորհրդին, երբ որ կդիմեմ այս իմիտացիայի մասով, ես շատ եմ խնայել դատավորներին, բայց ոնց հասկանում եմ, իրանք իմ կալանավորին չեն խնայում եւ իր իրավունքները չեն խնայում։ Հետեւաբար նեղանալու ոչինչ չկա։ Եվ ԲԴԽ-ի ենք ընթացք տվեմ մի դատավորի մասով եւ շարունակական բոլորի հետ կապված կտանք եւ Եվրոպական դատարան հիմա երկրորդն է արդեն գնում, հենց միանգամից արդեն առաջիացյանից չպետք է թույլ տանք, որ իմիտացիա անեն ու Արթուր Մնացականյանին բերեն, հարցաքննեն, պարզեն, որ սուտ է խոսում, այդքանից հետո ասեն հələ էլի վկաներ կա, հետո 8 տարի անձը կալանքի տակ է։ Հələ մենք էլ ենք վկաներ բերելու, հետո էլ ասելու եք մեր վկաներին կարող է խոչընդոտի։ Սա абսուրդ է։ Իսկ նյութերի հետազոտման ժամանակ ինչ-որ տարօրինակ փաստերի հայտ եկան կրակոցների մասին, որ սովորում էին կրակել, ինչ-որ շապիկի մասին, ինչի մասին է խոսքը։ Տեսեք, Արթուր Մնացականյանը դատարանում գալիս է ու ասում է, ես չեմ տարել Վլադիմիր Դավթյանին կրակել սովորեցրել, բայց այդ դեպքի վայրի տեղատեսության ժամանակ հայտարարություն է անում, ասում է, ես 2 անգամ տարել եմ Վլադիմիր Դավթյանին սովորեցնեմ, որ կրակի։ Ավելին, ընդեղ ասում է, մեր մոտ ցուցմունքով ասում է, ես չեմ տեսել, ոնց էր կրակում, որտեվ հարցեր էինք տալի, հարցախեղտ էինք անում։ Ինքը ըստ էության հասկանում էր, որ իր ստերը ինչ որ մի ձև դուրս է գալու ու իրականությունը որոշ չափով բացահայտում էր, չի տեսել, չգիտի ինչի համար է կրակել, հարգելի հանրություն, Արթուր Մնացականյանը ցուցմունք է տվել, որ ոչ թե Վլադիմիր Դավթյանը կրակում էր, որ հետո սպանի Կամո Փիրուզյանին, այլ ախրանիկ էր, պարապել էր, պրոստը պարապել էր սովորում։ Այսինքն ուղիղ ցուցմունք, որ տեսել է, որ պատվեր են տվել, տեսել է կամ տարել է օժանդակել է, նման ցուցմունքներ չունենք սովորեցնելու մասով։ Հիմա սրանք
Վերցրել են մի հատ ծառ, ափսոս տեսախցիկը այս ծառերի ուղղությամբ չի։ Մի հատ ծառ, մի հատ, չգիտեմ, ասես պոճուր քոթուկ, Արթուր Մնացականյանը կողքը մի հատ, չգիտեմ ով, համազգեստով կանգնած, իմիտացիա են անում, ըթեմ քնչական գործողություն են անում։ Բերել են բոլոր հնարավոր սարքավորումները իր ասած վայրում, ստուգողական գործողություններ են արել, մի հատ պարպուճի, հատկանիշ, մետաղ, հետք, ծառի վրա կրակոց, ոչ մի նման բան չի արձանագրվել։ Դրանից հետո փոխանակ ամաչեն, ասեն սուտ ես խոսում վկային։ Մի հատ է սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվության ենթարկեն, էդի բերը դրել են մեղադրանքի հիմքում, որպես ինչ։ Ասենք այդ նկարները հա գեղեցիկ ինչ որ տեսարաններ են, որպես ինչ են դրել մեղադրանքի հիմքում։ Անընդհատ այս գործի շուրջ իմիտացիա կա, որ կան ապացույցներ, ու այսպիսի ապացույցներին չխոչընդոտելու համար 8-7 տարի անձին կալանքի տակ են։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։